Բարև։ Ինչպես չափել քվանտային էֆեկտներն այնտեղ, որտեղ ճնշումը տասնյակ հազարավոր անգամներ ավելի է, քան օվկիանոսի հատակին։ Մինչև վերջերս պատասխանը շատ պարզ էր, ոչ մի կերպ։ Ցանկացած սենսոր ուղղակի ճզմվելու է, իսկ առանց չափումների չկա գիտություն։ Սակայն Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների թիմը գտել է լուծումը։ Գիտնականները ստեղծել են սենսորներ երկչափ նյութից բորի բյուրեղապակյա նիտրիդից, ու դրանք դիմանում են ավելի քան 30,000 մթնոլորտ ճնշմանը։ Աշխատանքի սկզբունքը հետևյալն է. հետազոտողները վերցնում են բորի նիտրիդի բարակագույն թերթերը եւ ճառագայթում դրանք նեյտրոններով։ Արդյունքում բորի որոշ ատոմներ դուրս են թռչում բյուրեղային ցանցից, իրենցից հետո թողնելով փոքրիկ դատարկություններ կամ այսպես կոչված թափուր տեղեր։ Այդ թափուր տեղերն անմիջապես զբաղեցնում են էլեկտրոնները եւ դրանց սպինն արձագանքում է շրջակա միջավայրում անգամ փոքրագույն փոփոխություններին, լինի դա մագնիսական դաշտը, մեխանիկական լարվածությունը, թե ջերմաստիճանը։ Հետևելով այդ սպինների վարքագծին կարելի է ստանալ ճշգրիտ քվանտային տվյալներ այն մասին, թե ինչ է կատարվում նյութի հետ էքստրեմալ ճնշման պայմաններում։ Նոր սենսորների գլխավոր առավելությունն իրենց հաստությունն է։ Բորի նիտրիդի թերթերը մոտ 1000 անգամ բարակ են մարդկային մազից։ Դրանց հաստությունը 100 նանոմետրից քիչ է, իսկ սենսորի ու նմուշի միջև հեռավորությունը մետրի միլիարդերորդ մասից էլ պակաս։ Համեմատության համար ալմաստից քվանտային սենսորները, որոնք կիրառվում էին նախկինում, ուղղակի չէին կարող այդքան մոտենալ, որովհետև դրանք չափազանց ծավալուն են։ Էքստրեմալ պայմաններ ստեղծելու համար գիտնականները օգտագործում են ալմաստային զնդան կոչվող հատուկ կայանքը։ Այն իրենից ներկայացնում է երկու հղկված մակերևույթ, որոնցից յուրաքանչյուրի լայնությունն ընդամենը 400 միկրոմետր է եւ որոնք նմուշը սեղմում են մինչեւ ահռելի ճնշումներ։ Ալմաստը մնում է ամբողջական, իսկ բորի նիտրիդը ֆիքսում է նյութի ստրուկտուրայի բոլոր փոփոխությունները։ Դա բացում է ահռելի հնարավորություններ։ Այժմ կարելի է ուսումնասիրել գերհաղորդականությունը հրեշավոր ճնշման պայմաններում, նյութերը, որոնցից բաղկացած է երկրի մանտյան, երկրաշարժերի մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար ու վերջապես ստուգել վիճելի հայտարարությունները նյութերի մասին, որոնք պահպանում են գերհաղորդականությունը սենյակային ջերմաստիճանում։ Հետազոտության հեղինակները համոզված են, որ այս տեխնոլոգիան կիրառություն կգտնի ոչ միայն ֆիզիկայում, այլև երկրաբանության, նյութագիտության ոլորտում եւ անգամ աստղաֆիզիկայում, այնտեղ որտեղ անհրաժեշտ է ուսումնասիրել էքստրեմալ պայմաններում տեղի ունեցող պրոցեսները, օրինակ այնպիսիք, որոնք տեղի են ունենում մոլորակների ընդերքում եւ նեյտրոնային աստղերի մոտակայքում։ Սա առաջին սենսորն է, որը կարող է աշխատել այնտեղ, որտեղ մնացած բոլորը ոչնչանում են, ու այն հնարավորություն է տալիս անցկացնել դիտարկումներ, որոնք նախկինում անհնարին էին թվում։ Խնդիր, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս աստղագետներին։ Մաթուսաղա անունը կրող աստղը թվում էր ավելի հին, քան անգամ տիեզերքը։ Ինչպես է դա հնարավոր։ Նոր դիտարկումները ցույց են տվել, որ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան կարծում էին նախկինում։ Գիտնականների միջազգային խումբը TESS եւ Gaia աստղադիտակների միջոցով կրկին ուսումնասիրել է աստղի հատկություններն ու պարզել. Մաթուսաղան իրոք աներևակայելի հին աստղ է, սակայն այդուհանդերձ այն տիեզերքից հին չէ։ Ավելին, հիմա արդեն հիմքեր կան համարելու, որ աստղը ծնունդով ոչ թե մեր Ծիրկաթին գալակտիկայից է, այլ մեկ այլ Gaia Enceladus գալակտիկայից, որը միլիարդավոր տարիներ առաջ բախվել է Ծիրկաթինի հետ ու ձուլվել։ Մաթուսաղան կամ HD 140283-ը մետաղների ծայրահեղ քիչ պարունակությամբ ենթահսկա է։ Մետաղներն այս աստղում հարյուրավոր անգամներ ավելի քիչ են, քան արեգակում։ Սա նշանակում է, որ աստղը ձևավորվել է այն ժամանակներում, երբ տիեզերքում ծանր էլեմենտներ գրեթե չկային։ Աստղը համեմատաբար մոտ է երկրից ընդամենը 190 լուսատարի հեռավորության վրա։ Այդ իսկ պատճառով աստղագետներն առանձնահատուկ ուշադրությամբ են հետևում այդ լուսատուին։ Իր հնության եւ հազվագյուտ քիմիական կազմի շնորհիվ Մաթուսաղան դարձել է յուրօրինակ ժամանակի մեքենա, տիեզերքի գոյության ամենավաղ փուլերի վկայություն։ Նախկինում հաշվարկները ցույց էին տալիս, որ աստղի տարիքը գերազանցում է 14 միլիարդ տարին, այսինքն ըստ այդ հաշվարկների Մաթուսաղան պետք է տիեզերքից հին լիներ, որի տարիքը ժամանակակից տվյալներով 13.8 միլիարդ տարի է։ Այս պարադոքսը բացատրվում էր չափումների թերություններով եւ մոդելների անկատարությամբ։ Այժմ աստղագետները կիրառել են աստղասեյսմոլոգիայի մեթոդը, որը թույլ է տալիս լսել աստղի ներքին տատանումները եւ դրանցով հաշվել նրան զանգվածը, շարավիղն ու տարիքը։ Վերլուծելով TESS տիեզերական աստղադիտակի տվյալները, գիտնականները գրանցել են 18 դեպի պուլսացիաներ, ամբողջ աստղի հավասարաչափ տատանումներից մինչև աստղի ընդերքով անցնող բարդ ալիքներ։ Համադրելով այս տվյալները տեսական մոդելների հետ, գիտնականները հաշվարկել են Մաթուսաղայի զանգվածը հավասար է արեգակի զանգվածի մոտ 3/4-ին, ջերմաստիճանը մոտ 5800 կելվին, տարիքը 14.2 + -0.4 միլիարդ տարի, ինչը սխալմունքների սահմանում չի հակասում տիեզերքի տարիքին եւ թույլ է տալիս ենթադրել, որ աստղը առաջացել է մեծ պայթյունից գրեթե անմիջապես հետո եւ մեր տիեզերքի ներսում, այլ ոչ թե մինչեւ մեր տիեզերքը։ Gaia առաքելության տվյալները ավելացրել են վերջին դետալը՝ Մաթուսաղայի ուղեծիրը անսովոր է, այն խիստ ձգված է եւ ուղղված գալակտիկայի պտույտին հակառակ։ Դա վկայում է այն մասին, որ աստղը
ԱՏՂ մեր գալակտիկայի ժամանել այլ վայրից Gaia Enceladus գալակտիկայի մնացորդների հետ միասին, որին Ծիրկաթինը կլանել է մոտ 10 միլիարդ տարի առաջ։ Այս շաբաթվա գիտական տերմինը օրդինալն է կամ կարգաթիվը։ Սա մաթեմատիկական հասկացություն է, որը թույլ է տալիս նկարագրել օբյեկտների հերթականությունը, այլ ոչ թե ուղղակի նրանց քանակը։ Եթե սովորական թվերը 1, 2, 3 պատասխանում են որքան հարցին, ապա օրդինալները պատասխանում են որերորդը հարցին՝ առաջինը, երկրորդը, երրորդը եւ այլն։ Սակայն բազմությունների տեսությունում օրդինալները սովորական թվերից ավելի հեռու են գնում։ Դրանց միջոցով մաթեմատիկոսները նկարագրում են անվերջ հաջորդականություններ, օրինակ ոչ թե ուղղակի բոլոր բնական թվերը, այլև այն, ինչ գալիս է բոլոր բնական թվերից հետո։ Այսպես առաջ է գալիս առաջին անվերջ օրդինալը, որը գրի առնվում հունարեն օմեգա տառով։ Կարելի է մտորել օմեգայից հետո եկող կարգերի օմեգա + 1-ի, օմեգա անգամ 2-ի, օմեգայի քառակուսու եւ անվերջություն էլ ավելի բարդ մակարդակների մասին։ Օրդինալները այն լեզուն է, որով մաթեմատիկան նկարագրում է անվերջ հաջորդականության ստրուկտուրան։ Դրանք ցույց են տալիս, որ անգամ անվերջությունը կարող է ունենալ սկիզբ, շարունակություն եւ ուղղություն։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։